Իսկ դուք գիտեք, ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում հայտնաբերված բուրգին։ Դվինում հայտնաբերված բուրգը ծածկված հաստ հողաշերտով դեռ բացվելու է եւ բացելու իր գաղտնիքները։ Հայաստանում բուրգ։ Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, հայտնի են նաև ացտեկների, մայաների քաղաքակրթություններին պատկանող բուրգերը Հարավային Ամերիկայում։ Եվ հանկարծ առաջին հայացքից անհավատալի եւ տարօրինակ լուր հայտնվեց։ Հայաստանում բուրգ կա, բուրգ է հայտնաբերվել։ Մեր զրուցակիցը հին եւ կորուսյալ քաղաքակրթությունների գաղտնիքների հետազոտող, աշխարհահռչակ National Geographic, Նրան հատիկ, ԱՄՆ, Անդին ամսագրերում, Ռուսաստանում հրապարակվող Քրոնոս միջազգային հանդեսում եւ այլ պարբերականներում հրապարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ Վազգեն Գևորգյանն է, Կուսան Համազասպի որդին։ Նրանից առաջ էլ տեղացիներն են իմացել, տեսել, հասկացել, համոզվել են, որ Դվինի կամ ավելի շատ Գետազատ գյուղի մոտ գտնվող ուշագրավ բլուրը սոսկ բլուր չէ։ Նրա տակ ինչ-որ խորհրդավոր շինություն է թաքնված, սակայն Վազգեն Գևորգյանն առաջինն է նկատել եւ հասկացել, որ այդ շինությունը բուրգ է։ Ինչպես նկատեցիք եւ համոզվեցիք, որ Դվինի մոտ գտնվող բլուրը սոսկ բլուր չէ, եւ որ դրա տակ հաստ հողաշերտով ծածկված բուրգ է թաքնված։ 5 տարի առաջ ես, կինս, ընկերս գնացինք Դվինի հնավայր, որը Երևանից մոտ 40 կիլոմետր է հեռու։ Այնտեղ հնագետների մի քանի տնակ կար, նաեւ պահակ, որը երեխաներ ուներ։ Այդ երեխաներից մեկին հարցրեցինք, բացի այս հնավայրից ինչ հետաքրքիր բաներ գիտես Դվինի շրջակայքում, ասաց Տրթատի պալատը։ Հարցրեցի ինչպես կարող եմ գտնել, ասաց կանաչ կիրակի մատուրի տեղը կհարցնեք, դրա վերևն է։ Թեև դա պալատ չէ, այլ ամրոց, եւ այն Տրթատը չի կառուցել, սակայն երեխան տեղը ճիշտ ցույց տվեց։ Գնացինք այդ մատուրի դիմաց։ Իրոք տեսանք մնացորդները ավերակված մի ամրոցի, որը ինչպես հետագայում դրա մասին կարդացի, Խոսրով կոտակի կառուցած տիկնունյաց ամրոցն է եղել։ Այդտեղից մենք սկսեցինք ցած նայել եւ շրջապատը նկարել։ Այդ ընթացքում մեր օբյեկտիվում հայտնվեց Գեղազատ գյուղի մոտ գտնվող ինչ-որ մի բլուր, որը նման է շինության, ավելի որոշակի հողով ծածկված բուրգի։ Մենք այդ նմանությունն առավել հստակ հայտնաբերեցինք հետո, երբ դիտում էինք նկարները։ Թեև դեռ նկարելիս զգացինք այդ բլրի ձևի տարօրինակ լինելը, բայց մութն ընկավ եւ մենք չկարողացանք ավելի մոտիկից այն հետազոտել։ Մեկ շաբաթ հետո վերադարձանք։ Այս անգամ արդեն բարձրացանք այդ բրգաձև շինության վրա, որի տեսանելի բարձրությունը գետնի մակերեսից աչքաչափով մոտ 20 մետր է։ Նկատեցինք, որ վրան ջրագիծ է քաշած եւ ծիրանի ծառեր են տնկված, որոնք սակայն բոլորը չորացած էին։ Բարձրացանք բլրի գագաթը, այդ ծառերից եւ ջրագծից բացի ոչինչ էլ չտեսանք։ Մեկ էլ ճանապարհին քարե աստիճանների պես բաներ նկատեցինք, բայց կարծեցինք, թե դրանք գյուղացիների արածն են։ Իջանք ցած, տակը 82-ամյա մի ծերունի կար, ասաց տղերք ջան, ինչ էիք ման գալիս։ Հարցրեցինք, հայրիկ ջան, դուք այստեղ եք ծնվել, ասաց հա։ Ասացինք, այս սարի մասին մեզ ինչ կպատմեք։ Ասաց տղերք ջան, էսի սար չէ, շինություն է։ Վայ, ասինք, հայրիկ ջան, ոնց թե շինություն է։ Բայց դու ինչպես կարող ես ապացուցել, որ շինություն է։ Ասաց, տղերք ջան, էսի մուտք ունի, ու մի պատմություն պատմես, թե այն ժամանակ, երբ թուրքերը հարձակվել են տեղի ժողովրդի վրա, մեր ու մանուկ տարել մտցել են ինչ-որ մի սենյակ, որ այդ շինության մեջ է, հետո քարը դրել մուտքին, փակել են, նրանք այդտեղ մահացել են եւ այդպես մնացել է։ Հարցրեցինք, հաստատ գիտեք, որ սա շինություն է։ Ասաց, հա, 100%-ով։ Ասացինք, դուք այդ մուտքը տեսել եք։ Բա թե հա, իմ հերս էլ է տեսել, մենք էլ ենք տեսել, բոլոր գյուղացիներն էլ գիտեն, որ սա շինություն է։ Ինքը տարավ, մուտքի հողածածկ տեղը մոտավորապես ցույց տվեց։ Այդպես մենք թողեցինք եկանք։ Հետո ես հնագետներից ոմանց հայտնեցի այդ ամենի մասին, սակայն ցավոք նրանք բանի տեղ չդրեցին։ Այսինքն չեկան, չտեսան, ասացին, եթե գյուղացիներն են ասել, դու գյուղացիներին մի հավատա։ Կարճ ասած, դիմել եմ տվյալ ոլորտի պատասխանատուներին, որոնցից ոչ մի պատասխան չեմ ստացել։ Համապատասխան որևէ գործողություն չի եղել։ Հետագայում ոմանք չգիտես ինչու ոչ պաշտոնապես լուր տարածեցին, թե դա մոնղոլի դամբարան է։ Ամեն ինչից զատ այդպիսի վիթխարի չափերի ինչ մոնղոլի դամբարան, այդ մոնղոլները հոգ կիկլոպներ չէին։ Մի օր հնագետներից մեկին հարցրեցի. դեռ չեք բացել, մոնղոլին էլ չեք գտել, ինչից է եզրահանգել, որ դա մոնղոլի դամբարան է։ Ասաց, այդ ստալակտիդային հարթաքանդակներից։ Հետո ինչ, չէ որ օրինակ մեր գեղարդն էլ է ստալակտիդային հարթաքանդակներով, դա հարթաքանդակի տեսակ է։ Ինչ շարունակություն ունեցավ այս պատմությունը։ Անցյալ տարի Արմենիա հեռուստաընկերությունից ինձ մոտ եկան Լուիզա Սուքիասյանը եւ այդ բուրգի մասին էլ լսելով, նա ինձ հետ Տաթևիսյան հետ կապված գաղտնիքների մասին ռեպորտաժ էր պատրաստում։ Խնդրեցի իր հետ գնալ Դվին, որ այդ բուրգի մասին էլ հեռուստանյութ պատրաստի։
Տեղում իմացանք, որ այն պապիկն արդեն մահացել է։ Մոտ 32-ամյա մի տղայի տեսանք, անունը Վահագ, Գետազատ գյուղի բնակիչներից է, բուրգի տակի մյուս այգին էլ իրենն է։ Նրան հարցրեցինք. «Վահագ ջան, դու ինչ գիտես այս բուրգի մասին»։ Նա սկսեց շատ որոշակի բաներ պատմել։ Ասաց, որ սրանից մոտ 2.5 տարի առաջ գյուղացիները բարձրացել են բուրգի գլուխը եւ սկսել քանդել հողաշերտը։ Քանդել են մի 2.5 մետր եւ շինության բուրգի գլխին հանդիպել։ Բացել են այն նաեւ քառակուսի, սրբատաշ քարերը, ստալիկտիտային հարթաքանդակները։ Դրանց կեսը կողքերն է գծված։ Զարդաքանդակներից մեկը տարել են կանաչ կիրակի մատորի մոտ։ Դրել որպես սրբություն, մենք նկարել ենք դա։ Հետագայում ինչ-որ մարդիկ հողը լցրել են բուրգի գագաթի վրա, դարձյալ ծածկել, սակայն ինչքան էլ գագաթը փակել էին, բացվածքն էլի մնացել էր։ Հիմա այդ բուրգը վերևից տրված բանավոր կարգադրության պահպանության տակ է։ Գետազատի գյուղապետի հետ պայմանավորվածություն է եղել, որպեսզի այդ բուրգին որևէ մեկը ձեռք չտա։ Շատ հետաքրքիր շինություն է այդ բուրգը։ Տուֆից է այն, ընդ որում նման էր արթիկի տուֆին, վարդագույն է։ Տուֆն իհարկե ժամանակաշրջանի ինչ-որ խախտում է տալիս։ Դե գիտեք, մեզ մոտ հնում բազալտն է օգտագործվել։ Տուֆ չպետք է լիներ։ Տուֆից ավելի շատ քրիստոնեական ժամանակաշրջանի կառույցներն են լինում, բայց համենայն դեպս մի բան պարզ է, այն որ ոչ թե բլուր է, այլ շինություն, ընդ որում բուրգ։ Ուզում եմ դիմել մեր մեծահարուստ գործարարներին, ի վերջո վարչապետին եւ նախագահին։ Զբոսաշրջությունն ենք ուզում զարգացնել Հայաստանում, որ այդ բուրգը բացենք, զբոսաշրջիկները կավելանան այստեղ։ Ըստ ձեզ, ովքեր են կառուցել Դվինի բուրգը, երբ են կառուցել, ինչու են կառուցել։ Մի պահ ենթադրենք, որ մենք այդ բուրգը չէինք հայտնաբերել։ Պարզից էլ պարզ է, որ բրգաշինարարները եղել են հայերը, որ այդ հետազոտությունը եւ հետեւությունը մեր գիտնականները դեռ չեն արել։ Դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև մտածելու ունակություն ունեցող յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ մեր բոլոր խաչագմբեթավոր, տակը հավասարաթև խաչով, կենտրոնաձիգ գմբեթով եկեղեցիները երկրաչափորեն բուրգ են ուրվագծում։ Այսինքն, եթե գմբեթից 4 հատ գիծ տանենք այդ հավասարաթև խաչի անկյունները, կստանանք բուրգ։ Մայաները կործանվեցին, կորան, այլևս որևէ նոր բան չկառուցվեց։ Հայ ժողովուրդը մինչև հիմա էլ յուրօրինակ բուրգեր է կառուցում, հանձին եկեղեցիների եւ կարծում եմ կատարելագործված բուրգեր է կառուցում։ Ոմանք գիտեն, որ բուրգը նուրբ էներգիաների կենտրոնացման վայր է, նույնը եկեղեցին, եթե իհարկե այն ճիշտ տեղում է կառուցված։ Այնտեղ դրված մթերքները չեն փչանում եւ այլն եւ այլն։ Բուրգերի ֆենոմենալ հատկությունների մասին հիմա ամբողջ աշխարհն է խոսում։ Որևէ մեկը փորձել է հիմա նույն բանը ստուգել հայկական խաչագմբեթավոր եկեղեցում։ Մենք խաչագմբեթավոր եկեղեցու ուղիղ կենտրոնաձիգի գմբեթի տակ մեջտեղում դրեցին կենսաֆիզիկոս Ռաֆիկ Սարգսյանի կենսորոշիչ սարքը եւ այն միանգամից փաստագրեց հզոր կենսաուժերի ներհոսք կամ արկայություն։ Չնայած դա էլ որ չանեինք պարզ էր։ Ինչու են շշով ջուր բերում եկեղեցի, ինչու է այն եկեղեցական ծիսակարգով դրվում հատուկ տեղում, մարդիկ գիտեն ինչ են անում, սովորական ջուրն ինչպես է այնտեղ հանկարծ սուրբ դառնում, առանց բակտերիաների եւ չի նեղում։ Ինչն է ազդում ջրի վրա, որ այն դրանից հետո տարիներով կարող է մնալ, չնեխել, դա գիտություն է։ Եգիպտական, ինչպես նաև հարավամերիկյան բուրգերի նիստերը հենց այնպես չեն կառուցվում։ Դրանք իրենց դիրքերով երկրի 4 կողմերը կողմնացույցի նման ցույց են տալիս։ Հիմա դժվար է հասկանալ, որ եկեղեցիներն էլ լինելով վերափոխված բուրգեր նույն սկզբունքով են կառուցված։ Դրանք միաժամանակ յուրօրինակ կողմնացույցներ են։ Խորանը գտնվում է արևելքում, դուռը գտնվում է արևմուտքում։ Խորանից աջ հարավն է, ցախ հյուսիսը։ Այսինքն բուրգերի եւ եկեղեցիների առնվազն 4 համապատասխանություն առկա է։ Ճարտարապետական, յուրօրինակ կողմնացույց հանդիսանալը կամ աշխարհագրական կողմնորոշումների համապատասխանությունը, ֆենոմենալ հատկությունները եւ պաշտամունքի վայրեր լինելը։ Ի վերջո արդեն պարզ է, որ Դվինում եղածը բուրգ է։ Ես պնդում եմ դա։ Նկատի ունենալով նաև իմ հեղինակությունը ոմանց չի բավարարում, ես այստեղ ոչ մի արդյունքի չեմ կարող հասնել։ Անցյալ տարի Հայաստան հրավիրեցի հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Քրեմ Հենքոքին։ Այդ մարդը տվյալ ոլորտում ամենահեղինակավորն է։ Բավական է ասել, որ նրա գրած գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են 5 միլիոն տպաքանակով։ Եվ Պերուում, եւ Եգիպտոսում, եւ Հնդկաստանում, եւ Չինաստանում ու այլ երկրներում պարոն Հենքոքն իր ոտքով է շրջել, իր աչքով տեսել եւ ձեռքով շոշափել։ Նա հուլիսին եկավ, 7 օր մնաց այստեղ։ Տարաբուրգի մոտ տեսավ, շշմեց։ Քրեմ Հենքոքը փաստեց, որ այն բուրգ է եւ չի կարող բուրգ չլինել։ Իր հարցազրույցում նա ասաց. Ես աշխարհում շատ սարեր եմ տեսել, սա բուրգ է։ Ինչ որ մեկի մտքով չի կարող անցնել, որ սա սար է։ Միթե կա մեկը, որ կարող է ասել, որ սա բուրգ չէ։ Երբ պատասխանեցի, որ կան նաև այդպիսի մարդիկ, նա ասաց. սա ակնհայտ բուրգ է։ Դրա հարթաքանդակները տեսնելուց հետո ավելին ասաց.
Ես ամբողջ աշխարհում ման եմ եկել, բայց այսպիսի բուրգ, այս տեսակի բուրգ ոչ միտեղ չեմ տեսել, այստեղ տեսա։ Նա Facebook-ի իր էջում դրել է Դվինի բուրգի նշանը, դեռ անցյալ տարի այն ավելի քան 150,000 հավանում էր ստացել։ Միայն դրա համար շատ մարդիկ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան, իսկ մերոնք ասում են, թե իբր մոնղոլի դամբարան է։ Մի պահ ենթադրենք, թե մոնղոլի դամբարան է։ Ուրեմն ինչ, այդ մոնղոլը եկել այստեղ մեռել է։ Մինչ այդ բուրգն իրեն շատ դուր է եկել, ասել է, որ ես մեռնեմ, ինձ կտանեք այնտեղ կդնեք։ Տարել դրել ենք այնտեղ։ Հիմա ընդամենը մեկ հարց. այդ դամբարանը կառուցողներն ովքեր էին, հայ ճարտարապետները չէին, չէ որ բրգաշինության համար ճարտարապետական լուրջ գիտելիքներ էին անհրաժեշտ։ Մշակույթ, զարգացածություն, քաղաքակրթություն, հենց այնպես միանգամից չէին կարող բուրգ կառուցել։ Թող բացեն, հետո պարզ կլինի։ Կարևորն այն է, թե ներսում մոնղոլի, հայի թե մեկ ուրիշի աճյունն է, կամ ընդհանրապես այդպիսին կա թե ոչ։ Կարևորը, որ այն բրգաձև ճարտարապետական կառույց է եւ այն, որ այդ բուրգը ես համոզված եմ, մեր շատ հարցերի պատասխանները կտա, որովհետեւ այնտեղ եւ գրությունները կարող են հայտնաբերվել եւ այլ գտածոներ, որոնք ուղակի կվերականգնեն մեր կորսված պատմական հիշողությունները։ Ենթադրում եմ, որ Դվինի բուրգն առնվազն 2000 տարուց էլ հին է։ Մնացածը հայտնի կլինի, երբ այն կբացենք։ Ես տեսել եմ մինչ քրիստոնեական տաճարի հիմքերը։ Ավելին ասեմ, այնտեղ ըստ գյուղացիների առնվազն եւս 2 այդպիսի հողաշերտով ծածկված բուրգ կա։ Եթե դա իրոք այդպես է, ապա այդ տարածքն արդեն Գիզայի հովտին է նմանվում։ Նյութը Slim AM